Քրիստոս արյավի մերելոց։ Հուսամ, որ այս ամբողջ շաբաթը, որ ապրեցան Քրիստոսի հետ, միայն դերասանություն չլա, միայն խոսքերու արդասանության եւ արդահայտության արիթմը չլա, այլ փոփոխությունը մեր կյանքին, մեր խղճին եւ մեր ընտանեկան եւ հասարակական կյանքին փոփոխության համար։ Գոհուսամ, որ մենք Մարիամ Մագդալանեցիի նման վազենք դեպի գերեզմանը տեսնելու համար Քրիստոսը եւ Քրիստոս մեր դիմացը գելե եւ մեզի գահիտնվի։ Այն կերակույն սերը, որ Քրիստոս դվավ մեր բրգության, մեր երջանկության համար, կսպասեր մեկ հանդիպումը, մեկ արդահայտությունը անոնց մե, որոնց համար այս բոլոր զոհությունը տեղի ունեցավ։ Եվ երկու հոգի միայն եկան, փնտրելու զինքը։ Երկու մեղավորներ, մանավանդ է մեկը 7 սատանա գար մեջ, երբ որ դարձի եկավ։ Իսկ բոլոր այն արդարները փախած էին։ Մինչև որ լուրը հասավ, որ ինքը մեզի պիտի հանդիպի Գալիլեայի մեջ, կացեք հոն կտեսնվինք։ Չեմ ուզեր այս խոսքին արժանանալ։ Ուզեմ այդ մեղավոր գնոջ նման զինքը փնտրեմ, զինքը գտնեմ եւ ինքը ինձի ես խոսքը արդահայտե եւ ասե որ նախ հորս կով գերտամ, ապա քեզ կտեսնեմ։ Ինչ մխիթարական խոսք, որ առաջին տեսնողը եղավ Հարության, մեղավոր գինը, որ դարձի եկած էր։ Էցիվ թե մենք ալ մեր գարկին ճանչնանք մենք մեզ եւ վերադառնանք գտնելու Քրիստոսը։ Հոն է մխիթարությունը, հոն է ուրախությունը, որ այսօր գտնենք Քրիստոսի հարությամբ։ Թե չէ իմաստ չունի։ Դերասանության համար չենք եկած, եւ ոչ ալ հանդիսության, եւ ոչ ալ բարձ ժամանակավոր ուրախության համար։ Մենք պետք ունենք վերագանքնել մեր կյանքը, մեր հոգևոր կյանքը եւ վերադառնալ Քրիստոսի զինքը փնտրելու համար։ Քրիստոս հարյավի մերելոց։